Այսօր պետք է խոսենք հոպարի գանձ Նարեկ Կարապետյանի արտահայտած մի մտքի գոհարի մասին։ Ուրեմն ինչա ասում մեր Նարեկը, թե բա որ Ադրբեջանից վառելիք են գնել $1.5 միլիոն, իմ հաշվարկներով այդ գումարից $100,000 գնում է Ադրբեջանի բանակին, Ադրբեջանի հնա, բան, մի երկու հատ էլ այտենց բառեր է ասում, իբր հասկանում է էլի տնտեսությունից, տնտեսական աճից։ Դե հիմա ոնց չասենք այ Նարեկ ջան, վառելիքը հո տանձ ու խնձոր չի, որ մենք չառնենք մնա փչանա, Ադրբեջանին վնաս տանք։ Մենք չառնենք, ուրիշը կառնի, ու էդ իրա ներքին գործն է, թե իրա երկրի ներսում ինչի վրա կծախսի այդ գումարը։ Ասածս էնա, դու ավելի լավ խոսաս Հայաստանի տնտեսության, Հայաստանի զարգացման, բանակի հզորության վերականգնման մասին։ Օրինակ, կարած պատասխանես մի հարցի. եթե Ադրբեջանից ներմուծված բենզինը 60 դրամով մատչելի է լինելու Հայաստանի բնակչության համար, առավել ևս մեր պաշտպանության նախարարության համար գնվող վառելիքի ամեն լիտրի 60 դրամները ինչքան զենք զինամթերքի կարող է վերածվել։ Ու որ խնդրենք հարցի երկրորդ մասին էլ պատասխանի։ Այսքան երկար ու ձիգ տարիներ, որ վառելիքը գնել ենք ամենաբարձր գներով ձեր սիրելի Ռուսաստանից, մեր տնտեսությունը զարգացել է, բանակը հզորացել է, Ադրբեջանի տնտեսությունն ու բանակներ քայքայվել է, այսինքն ժողովրդական խոսք կա. իննա դանենք էլերին, քամակները ստանք գելերին, Նարեկ ջան, 1000 ասեցինք, դու առաջին պլանով չես ձգում։